Պաշտպանության նախարարության ոլորտում եք աշխատի ամեն դեպքում։ Չէ, պաշտպանության նախարարի առաջին տեղականն եք եղել։ Պարոն Քոչարյան, դուք ունեք պարգևատրված զենք։ Այո։ Քանիսն են այդ պարգևատրված զենքը։ Մեկը։ Դուք պատրաստվում եք այդ ձեր պարգևատրված զենքը օրինակի համար հանձնել ոստիկանությանը։ Ես ձեզ ասեմ, նախ գիտեք, որ կառավարությունը քննարկում է պարգևատրված զենքերի հետ կապված կարգավորման նոր փաթեթ ներկայացնի ազգային ժողով։ Այո։ Մենք ունեցել ենք աշխատանքային քննարկում, եւ այդ քննարկման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնք պետքա գտնեն իրենց լուծումները օրենսդրական միջավայրում։ Եվ մենք պատրաստվում ենք եւս մի քանի այդպիսի քննարկում ունենք, որտեղ կան մարդիկ, որ այդ զենքը որ ստացել են, որպես խրախուսում, դա իրենց սեփականությունն է։ Այո։ Հիմա դուք ձեր վաստակի համար ստացել եք այդ զենքը, պատրաստվում եք տալ ոստիկանությանը։ Եթե օրենքի պահանջ լինի, բնականաբար պետք է բոլորը ենթարկվեն օրենքի պահանջին։ Եթե պետքա ի պահ տանք ոստիկանություն, կտանք ի պահ։ Եթե պետքա պայմաններ ստեղծենք, որ այդ զենք եւ պարտադիր այսօր էլ այդ պահանջը կա, եթե դա գտնվում է տանը, նա պետքա լինի հատուկ պահպանման տարածքում, այսինքն սեյֆի մեջ եւ այլն, մշտական ստուգման տակ։ Ինչ եմ ուզում ասեմ։ Կան մարդիկ, որոնք շատ զենքեր են ստացել, բայց կան մարդիկ, որոնք նաեւ զենքեր են ստացել, դրա բացատրությունը չկա, ինչի համար։ Բայց եկեք թացը չորե չխառնենք։ Պետք է գտնենք այն լուծումը, որ մարդիկ, որոնք ստացել են խրախուսում, իրենց մարտական ուղին անցնելու ընթացքում, դա պետք է ունենա իր լուծումները։ Ո՞րն է լուծումները։ Մարդիկ ասում են մենք չենք տալու, դա մեր վաստակած զենքն է։ Հիմա դեռ տալու չտալու խնդիրը չի։ Դա հասկանանք տալու չտալու անհրաժեշտությունը ինչու՞մն է կայանում։ Շատ երկրներ կան, որ ավելի խիստ պահանջներ են դնում, երկրներ կան, որ ընդհանրապես պահանջներ են դնում։ Մենք 90-ականներից սկսած այդ խնդրի լուծումը որևէ ձև իրավական լուծումներ չենք տվել։ Խրախուսումը տվել ենք, նախկինում խրախուսում տալու իրավասության պաշտված են բոլոր ուժային կառույցները, մինչև երկրի վարչապետ, նախագահ եւ այլն։ Այսօր միայն հանրապետության վարչապետն է իրավասու զենքով խրախուսում իրականացնել։ Բայց նախկինից կան բազմաթիվ խրախուսումներ։ Կան նաեւ խրախուսումներ, որոնց բացատրությունները պետքա վերլուծվեն։ Մենք բազմաթիվ պատերազմական փուլեր ենք անցել։ Եվ այդ փուլերի ընթացքում նաև որպես խրախուսում շատ մեծ քանակի զենք է տրվել կոնկրետ մարդկանց։ Պարոն Քոչարյան, բոլորը բոյկոտեցին։ Իդրաֆտում բոլորը դեմ էին, 92% քահաքացիների այդ իդրաֆտում դեմ էին քվեարկել։ Ինչու ժողովրդի ձայնը չեք լսում։ Մարդիկ ասում են դա մեր վաստակն է, այո, պարոն Քոչարյան։ Մենք լսել ենք ժողովրդի ձայնը։ Աշխատանքային քննարկումը պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի ինչի մասին է եղել։ Այդ բոլոր հարցերը քննարկվել են, խոսվել են, բավականին սուր, բայց նաև լուծում պահանջող։ Հիմա հարցը ներկայացնում է ներքին գործերի փոխնախարարը, որը պարզապես այդ առաջարկների փաթեթը բերեց, որպեսզի ազգային ժողովում լինի առաջին բովանդակային զրույցը, աշխատանքային քննարկում։ Մենք իմիջիայլոց բազմաթիվ աշխատանքային քննարկումներ ենք անում, մինչև որ օրենքները հանձնաժողովում քննարկվում են։ Դու դրա մասին տեղյակ եք։ Այո։ Կոնկրետ զենքի մասով ես տեղյակ եմ։ Բոլոր հարցերում դրա համար էլ մեր հանձնաժողովի նաև ընդդիմադիր թևը շատ պատրաստված է լինում, երբ որ ասում ենք բուն հանձնաժողովի նիստերին եւ օրակարգին։ Դուք դա չեք նկատում, որտեղ հարցերը արդեն քննարկված են, հարցերի պատասխանները գտնված են կամ եթե գտնված չեն, ապա լուծումների մասին հնարավորինս լավ ուրեմն քննարկումներ։ Զենքերն արգելավելով հանցագործությունը կքախենք հանրապետությունում։ Դուք ինձանից հարցազրույց եք վերցնում, բայց դուք ստորագրել եք մի փաստաթղթ, այո, բարեվարկության հետ կապված, որտեղ դուք ասացիք, որ վիրավորել եք լրագրողը եւ պնդում ենք մենք, որ դուք նեղացրել եք, այո, մենք պնդում ենք։ Դուք չեք ուզում ներողություն խնդրեք։ Ներողություն խնդրելը, պետք է ներողությունը առնչվի այն թեմային, որ ներողության կարիք է զգում։ Հիմա խոսք եթե վերաբերվում է այն արտահայտությանը, որը արել է մեկ այլ անձնավորություն, որ ես մեջ բերում եմ արել, տվել եմ դրա բացատրությունը որպես բացատրություն չեք այդ պահին պետք է չտա, այդ պահին դուք էլ կներեք, այդ պահին դուք էլ կանգնած եք իմ կողքը եւ ոչ մի բացատրություն դուք բոյկոտում եք, մենք այլտեղ ենք մասնագիտական բոյկոտը շարունակվելու է, պարոն Քոչարյան։ Նայում եմ ժողովուրդ թերթը, այո, չգիտեմ ինչ է գրել, բայց որ ֆրակցիայում ինչ քննարկում է, ասացի քննարկումը շատ նորմալ է, իհարկե պետք է քննարկումներ լինեն, բացատրություններ էլ պետք է լինեն, որտեղ հարցի հետ կապված նաև պետք է առաջարկներ լինեն։ Այդ իմ տեսակետն է, բայց երեք մի հատ նոր լրատվամիջոց էր հայտնվել, կոչվում էր Եվրոմեդիա 24։ Դուք կլինի մեր ծնկերներին չեմ թիրախավորում, ես ասում եմ գրառումը Պարոն Փաշինյանը բաղ գալու ազգային ժողով, Անդրանիկ Քոչարյանի գործերը վատ են։ Ինչ կապ ունի այսօրվա
կառավարության ծրագրի քննարկումը եւ Անдрեյ Քոչարյանի գործերի լավ կամ վատ լինել, կարող է։ Ձեր գործերը վատ են, պարոն Քոչարյան։ Ոչ, իմ գործերը այնքան են, ինչքանով որ ես իրացնում եմ ինձ տված այս հնարավորությունը։ Ներողություն չեք խնդրելու, պարոն Քոչարյան։ Խնդրել եք, որ ձեր հարցը չքննարկվի, որպեսզի հետաձգվի։ Ես կարող ասել ձեր աղբյուր, ես այդպեսի բան չգիտեմ։ Ձեր աղբյուրը մի հատ բացահայտեք։ ՔՊԱ-ականներն են ինձ փոխանցել այդ տեղեկատվությունը։ Կներես, ես էլ ասում եմ, որ այդ ԿՊԱ-ականները, եթե կան իրենք, թող կանգնեն եւ ասեն, որ այդպեսի բան լսել են ինձանից։ Դուք պնդում եք, որ լրագրողներին եւ ԶԼՄ-ներին դուք չեք թիրախավել, պարոն Քոչարյան, ամեն անգամ։ Ես կարծում եմ, որ ամենաշատ հարցազրույցներ բոլոր լրատվամիջոցներին եւ կեպազրույցներ տվողներից մեկը ազգային ժողովն է, ես եմ այդպես չի։ Չէ, անկեղծ։ Բայց վիրավորում եք, հա, Իմ ոճը հարցազրույց դուք լավ տալիս եք, գիտեք։ պարոն Քոչարյան, բայց ամեն դեպքում թիրախավորում Իմ եք։ ոճը դուք լավ գիտեք։ Ես ոչ թե թիրախավորում եմ, ես երբ որ հարցը տալիս եմ, ինքս քանի որ անցել եմ ուժային կառույցները, ուզում եմ որսից շատ կամակարգված լինի այդ հարաբերությունները, իրար չխանգարեք դուք։ Շատ դեպքերում, երբ որ ես ձեր ասած թիրախավորում եմ իրականացնում, ոնց որ թե դուք դեմ չեք, որ ես կանոնակարգ եմ, որ հարց տվողին չխանգարեն մյուս լրագրողները։ Դուք դա դիտում եք որպես թիրախավորում, կամ եթե լրագրողը ինքը խախտում է էթիկայի նորմերը, ես չեմ զլանում, ես զգուշացնում եմ, որ կներես հարգելի լրագրող, դու իրացնում ես քո իրավունքը, ես էլ իրացնում եմ իմ իրավունքը, ընդհուպ հարցազրույց տալու կամ չտալու շնորհակալ։ Պարոն Քոչարյան, իսկ զենքումից եք պարգևատրում ստացել, եթե գաղտնիք չէ։ Նախարար եղել է Վազգեն Մանուկյանը, դա կապված է եղել մեր շատ մեծ գործողության հաջողության հետ, որի մեջ ես ունեցել եմ բավականին մեծ։ Վազգեն Մանուկյանի պարգևատրված զենք։ Վազգեն Մանուկյանը նախարարն է եղել։ Այդ հրամանում շատ այն ժամանակ շատ ազդեցիկ, շատ լավ, մեծ ներդրում ունեցող զինվորականներ են ստացել մեկ ամբողջական հրաման։ Ես օրինակ հրաժարվել եմ, որպեսզի պարգևատրումը լինի ատրճանակի տեսքով։ Թնդանոց չի եղել հաստատ։ Չեք պատրաստում ամեն դեպքում առայժմ հանձնել, հասկանանք դες նախ ինչպես եք։ Իրենք ասում էին դա իմ աշխատանքի գնահատականն է եւ դա իմ սեփականությունն է, այս պայն դուք չեք տեսնում դա խնդիր կա։ Եվ այդպեսի խնդիր ունեն բոլոր պարգևատրում ստացած զինվորականները եւ ոչ զինվորականները։ Խնդիրը պետք է թացը չորից տարբերակ է։ Իմ տեսակետը դա է, եւ մենք ունենք անցնելիք ճանապարհ աշխատանքային քննարկումների, որտեղ կգտնենք միջինացված լավ լուծում։